Կոնսերվատորիայի այգին վերադարձվել է երևանցիներին, մայրաքաղաքի սրտում գտնվող այգին կվերակառուցվի ու կկանաչապատվի։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցությանը հանձնարարեց սկսել մաքրման աշխատանքները։ Մեր ամենակարևոր այգիներից մեկն էր, որը գտնվում էր շատ վատ վիճակում, եւ շատ ուրախ եմ, որ վերջապես իրավական բոլոր հարցերը լուծվել են եւ բոլորին, ովքեր այս գործընթացի մասնակից են եղել, ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Ոգեշնչող եւս մեկ նորություն, որ կարևորեց քաղաքապետը, առաջին անգամ Երևանի ավտոբուսը, էլեկտրատրանսպորտը եւ մետրոպոլիտենը պլանավորած շարժակազմերը դուրս են բերել 100%-ով։ Դրական արդյունքներին զուգահեռ խնդիրներ էլ կան։ Ավենյանին զեկուցեցին Արզումանյան փողոցի համար 10 եւ 17 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու եւ բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի հարցում հապաղում է նկատվում։ Որոշ բնակիչներ դիմադրում են։ Երևանի քաղաքապետարանը սկսել է այս գործընթացը 2022 թվականի սեպտեմբերից եւ մենք հիմա 2025 թվականի հոկտեմբերին շարունակում ենք քննարկել, որ որոշ մարդիկ այնուամենայնիվ չեն գիտակցում, որ ապրում են 4-րդ կարգի վթարային շենքում եւ որ շենքը կարող է փլուզվել եւ Երևանի քաղաքապետարանը այստեղ ուղիղ պարտավորություն եւ պարտականություն չունի։ Հատուկ ուզում եմ շեշտել, սա մենք անում ենք, որովհետև հասկանում ենք, որ մարդկանց անվտանգությունը ամենից վեր է։ 42 քառակուսի մետր գույքի փոխարեն քաղաքապետարանն առաջարկում է 50 քառակուսի մետր նորակառույց շենքում, 61 ընտանիքից 14-ն ավելին են ուզում։ Քաղաքապետարանը կդիմի 4 իրավական մեթոդների՝ փորձաքննություն ու գույքի իրական արժեքի գնահատում։ Տարանք եւս 3 տարի այս process-ները իհարկե տանենք, բայց Տիկին Բաբայան անկեղծ ասած, սա ձեզ չի ազատում պատասխանատվությունից։ Դուք հիմա ինձ ասում եք ինչ որ բաներ դատական հայցեր ունենք, որոնք որ մերժվել են։ Դա ինձ չի հետաքրքրում ինչ պատճառով, տեխնիկական, ոչ տեխնիկական։ Դա ձեր պատասխանատվությունն է եղել։ Մետրոյի Սուրմալուի կայարանի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթն էլ չի կայացել, մասնակիցներ չեն եղել, մրցույթ կվերահայտարարվի հոկտեմբերի 27-ին։ Հիմա լավ ասենք, չխոսացինք, հիմա ինչքան լավ չխոսենք։ Չմարող խնդիրների շարքում Տիգրան Ավինյանը մատնանշեց գոյուղիների անվերջանալի վթարների հարցը, շաբաթական 400 վթար, որոնք տեր չունեն, սրտնեղեց քաղաքապետը։ Երևի թե պետք է խնդրենք մեր գործընկերներին կառավարությունում, Վիոլեջերի հետ, ձեզ հետ, ջրային կոմիտեի հետ, հասկանալ լավ վերջի վերջո, այս խնդրի տերը ով է։ Եթե ուզում են մենք լինենք, դրա իրավական ձևակերպումները տանք, որովհետև արդեն տենց ուղակի մարդիկ մեզանից պահանջում, ես օրական տենց մոտավորապես մի 5 նամակ ստանում եմ տարբեր տեղեր գոյուղիների վթարների վերաբերյալ։ Մայրաքաղաքում 384 կանգառասրահների կահավորման վերազինման մրցույթ է հայտարարվել, մինչև տարեվերջ 40-ում արդեն կլինեն չվացուցակով կահավորված կանգառներ, զեկուցեցին շարունակվում են նաև միջին նորոգման աշխատանքները։ Երևանի տասնյակ մանկապարտեզներում եւս հաջորդ տարի տեսախցիկներ կտեղադրվեն, դրանց մշտադիտարկումները արդյունք են տալիս։ Մանկապարտեզներից մեկի տեսախցիկները ֆիքսել են դաստիարակի կոպիտ վերաբերմունքը երեխաների նկատմամբ եւ նա ազատվել է աշխատանքից։ Ակտիվ է նաև ակտիվ քաղաքացի հարթակը, քաղաքապետը մտահոգվեց խնդրի մասին ահազանգող հայտատուի անունը կատարողներին հայտնի է դառնում, հանձնարարեց լրջագույն զբաղվել հարցով, որ գաղտնիությունը լիովին պահպանվի, այլապես չլնեմ չիմանամ այլևս հայտատուի, այսինքն մարդը, որ տեղեկացրել է մեզ որևէ խնդրի մասին, իր անունը հայտնի է դառնում կատարողին։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։